Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն, օր հոկտեմբերի 18։ Միայն ձայնը։ Հովանես Մկրտիչը իր առաքելությունը սահմանեց հստակ և պարզ։ Ես եմ անապատում կանչողի ձայնը։ Հովանես 1:23 խոսք։ Բարձրյալի այս ծառան, որը ըստ Սուրբ գրքի մեծագույն ներկանանցից ծնվածների մեջ բոլոր մարգարեներից ամենաօշնվածն էր և արդարության պատվավոր քարոզիչը։ Մարդկանց բազմությունը հավաքվեց լսելու Հովանեսի կրակոտ լուրը, շատերը մկրտվեցին և դարձան նրա աշակերտները, և նույնիսկ թագավորական ընտանիքի անդամները ենթարկվեցին նրա հզոր ազդեցությանը։ Ոմանք նրան համարում էին Քրիստոս, իսկ մյուսները մեռելներից հարություն առած Եղիան։ Հովանեսը հրաժարվեց բարձրացվել կամ պաշտոնի բարձրանալ։ Նա զուրկ էր եսասիրությունից և անընդհատ հեռանում էր ուշադրության կենտրոնից։ Իր աչքերում բոլոր մարգարեներից այս մեծագույնը իրեն արժանի չհամարեց Աստծո մարդ կոչվելու, այլ միայն անապատից կանչող ձայնը։ Խոնարհ, զուսպ և պատվի նկատմամբ անտարբեր, նա չէր հետաքրքրվում կունենար արդյոք ծառայություն, թե Աստծո կողմից զորեղ կերպով կօգտագործվեր։ Իրականում Հովանեսն իրեն անարժան էր համարում նույնիսկ իր ուսուցչի կոշիկներին դիպչելու համար։ Նա իր ամբողջ կյանքը նվիրեց Աստծո գառին, ով վեր է առնում աշխարհի մեղքը։ Ինչ հզոր նախազգուշացում մեզ համար եսակենտրոնության, անհատականության կառուցման, ազդեցության ձգտման, եսասիրության և պատվի ձգտման այս օրերում։ Հովանեսը կարող էր ունենալ այդ ամենը, բայց բացականչեց. «Նրան պետք է աճել և ինձ փոքրանալ» Հովանես 3:30 խոսք։ Այս նպատակին հասնելու համար Հովանեսը անընդհատ հիշեցնում էր բոլոր նրանց, ովքեր լսում էին. «Ես միայն ձայնն եմ»։ Հովանեսի երջանկության գաղտնիքն այն էր, որ նրա ուրախությունը չէր գալիս ոչ իր ծառայությունից, ոչ իր աշխատանքից, ոչ էլ անձնական օգտակարությունից կամ լայնածավալ ազդեցությունից։ Նրա մաքուր ուրախությունը փեսայի ներկայությամբ կանգնելու և Տեր Հիսուսի մոտ մյուսներին, այդ թվում իր աշակերտներին, տեսնելու հնարավորությունն էր։ Հովանեսի կյանքը օրինակ է բոլորիս համար։ Աստծո զավակի համար ամենամեծ բավարարվածությունը պարզապես Տեր Հիսուսի ներկայությամբ ապրող որդի կամ դուստր լինելն է։